Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ուրեմն այսօր եւս համապատասխան ուրեմն շրջայցով ես գտնվում եմ Ռոսիա մոլ ուրեմն առևտրի կենտրոնի հարակից տարածքում։ Քիչ առաջ մտա Ռոսիա մոլում ուրեմն առևտուր անող մեր քաղաքացիների կանանց հետ զրուցեցի եւ հասկացա, հետամուտ եղա, թե ինչ իրավիճակում են գտնվում այն օրվա հավաքից հետո, երբ որ Ռոսիա մոլ ուրեմն առևտրի կենտրոնում առևտուր անող կանայք բողոքում էին եւ խնդիր էին բարձրացրել, որ իրենց ուզում են ուրեմն այս առևտրի կենտրոնից դուրս հանել, սիրելիներս։ Ուրեմն կանանց հետ զրույցում եւ ընդհանրապես մարդկանց հետ զրույցում պարզ դարձավ, որ ասել են, որ 5 ամիս ժամանակ են իրենց տալիս, 5 ամիս հետո պիտի վերանորոգեն եւ մարդկանց էլի վերադարձնեն ուրեմն իրենց բուտիկները։ Հիմա հարգելի քաղաքացիներ, բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում են Ռոսիա մոլ ուրեմն առևտրի կենտրոնում, ուրեմն պատասխանատու ձևով ձեզ հայտարարում եմ, սիրելիներս, որ Անի Զախարյանը եւ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը ձեր իրավունքների պաշտպանության կողքին է կանգնած լինելու բոլոր ուրեմն իրավիճակներում եւ առաջին ուրեմն փաստարկը, որը դուք պետք է բերեք ուրեմն այս ղեկավարության հետ առնչվելիս, պետք է ասել հետեւյալը, որ սա խորհրդային ժամանակաշրջանից ուրեմն կառուցված հանրային գերակա տարածք ունեցող ուրեմն շենք է, սա նաեւ ինչ որտեղ պատմամշակութային ուրեմն արժեք ունեցող ինչ որտեղ չէ, պատմամշակութային արժեք ունեցող ուրեմն շինություն է, սա հանրային գերակա տարածք է եւ եթե այսօր վերջին բարքերի ուրեմն իրավիճակում այս տարածքը հանձնել են մասնավոր հատվածին, մասնավորն էլ ներդրումներ է արել, բան չունենք ասելու, այդ ներդրումների հաշվին նաև այստեղ տարածք է տրամադրել ժողովրդին, որպեսզի իր հանապազորյա հացը վաստակի, դա իրեն իրավունք չի տալիս այս ուրեմն հանրային գերակա տարածքի նկատմամբ ինչ որ այլ դրսևորումներ ունենալ եւ ոտնահարել մարդկանց իրավունքները։ Դրա համար, սիրելիներս, բոլոր նրանք, ովքեր աշխատում են այս առևտրի կենտրոնում, դուք միայն խոսքին մի հավատացեք։ Դուք պահանջեք երաշխիքներ, որ կոնկրետ ձեզ պարտավորագիր տրամադրեն, որ 5 ամիս հետո, երբ որ այստեղ վերանորոգում տեղի ունեցած կլինի, ձեր բոլոր յուրաքանչյուրի տարածքը քառակուսի մետրերով, դուք ի վերջո այս Ռոսիա մոլը, որ այսօր գործում է, չէ, ձեր աշխատանքի շնորհիվ է գործում։ Դուք եկեք Ռոսիա մոլը առևտուրը, տնտեսական արդյունքը ապահովում։ Եվ դուք այստեղ լումա ունեք, միայն շինությունը կառուցելը քիչ է, չէ, աշխատուժն է, չէ, որ բիզնեսը զարգացնում է եւ այս շինությանը տալիս է այն ինչ որ կա։ Հիմա եթե հանկարծ ապագայում ինչ որ մի բրենդային, չգիտեմ, բրենդի կամ եւ այլն կփորձեն բրենդի ներմուծել այստեղ, ոտնահարելով, այսքան պատկերացրեք մոտավորապես երևի 1000 մարդ չէ այստեղ աշխատում է։ Հա, 1000 մարդու իրավունքները կփորձեն ոտնահարել, սիրելիներս, հանգիստ ուրեմն նստում եք ձեր տեղերում, դուրս չեք գալիս տարածքից, հայտարարում եք, որ սա հանրային գերակա տարածք է, որևէ մեկը իրավունք չունի ձեզ այստեղից դուրս անելու եւ տերեք կանգնում ձեր իրավունքներին։ Հուսով ենք, որ Խաչատուր Սուքասյանը կհասկանա, որ այս փուլից սկսած արդեն Անի Զախարյան քաղաքական գործիչը կանգնած է ժողովրդական շահերի կողքին եւ եթե հանկարծ ոտնահարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, ապա համոզված եղեք, որ եթե վաղը մյուս օր Անի Զախարյանը դարձավ ղեկավար, ապա այս մասնավոր տարածքը կդառնա հանրային գերակա տարածք եւ այն ամենը, ինչ որ պետությունից խլվել է, կվերադարձվի պետությանը։ Ուստի այս փուլից սկսած Խաչատուր Սուքասյան կանեք այնպիսի գործողություններ, որոնք հանկարծ չոտնահարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը։ Դուք ինձ հասկացաք, բոլոր նրանք, ովքեր ինձ գիտեն, որ ես իմ խոսքի տերն եմ եւ որևէ մեկը, որ կփորձի իմ խոսքը ոտնահարել, համապատասխան պատասխանը չի ուշանա։ Շնորհակալ եմ ուշադրության համար։